Մարդու հիմնական կարիքներ, բարեկեցության հիմունքներ եւ հնարավորություններ։ Այս 3 ուղղությունների համադրմամբ հրապարակվել է գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսը։ Այն չափում է սոցիալական եւ բնապահպանական առաջընթացի 57 շարժիչ ուժ 170 երկրում, ցույց տալով, թե որքանով են մարդիկ իրականում առաջ շարժվում։ Ուսումնասիրվել են 170 երկրի տվյալներ։ Առաջատարը Նորվեգիան է 91.95 միավորով, հաջորդում են Դանիան եւ Ֆինլանդիան։ Սոցիալական առաջընթացի ինդեքսը ստեղծվել է լրացնելու հասարակությունների հաջողությունը չափելու մեր ավանդական մոտեցումը, որը հիմնված է հնայի եւ տնտեսական աճի վրա։ Հնան չի արտացոլում շատ կարևոր գործոններ, շրջակա միջավայրը, արդարությունը կամ այն փաստը, որ տնտեսությունը կարող է աճել նույնիսկ հրթիռներ ու ռումբեր արտադրելով։ Հիմնական կարիքներն են սնունդը եւ բժշկական օգնությունը, ջուրը եւ սանիտարական պայմանները, անվտանգությունն ու բնակարանային պայմանները։ Բարեկեցության հիմունքները վերաբերում են հիմնական կրթությանը, տեղեկատվությանն ու հաղորդակցությանը, առողջությանը եւ շրջակա միջավայրի որակին։ Իսկ մարդու հնարավորությունները ենթադրում են քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության, ազատության ու ընտրության, ներառական հասարակության ու բարձրագույն կրթության առկայությունը։ Մենք կենտրոնացել ենք մարդկանց համար իսկապես կարևոր երևույթների վրա՝ կյանքի որակ, առողջություն, կրթություն, իրավունքներ, եւ դրանք չափել ենք անկախ տնտեսական ցուցանիշներից։ Այս կերպ կարող ենք տեսնել, արդյոք տնտեսական աճը վերածվում է ավելի լավ կյանքի, թե ոչ։ Մինչև Քովիդը աշխարհը դանդաղ, բայց առաջ էր շարժվում։ Հետո սոցիալական առաջընթացը դանդաղեց եւ գրեթե լճացավ։ Հայաստանը ցանկում 52-րդ տեղում է 72.94 միավորով։ 2011 թվականից ի վեր, երբ ստեղծվել է ինդեքսը, Հայաստանն ամենամեծ առաջընթաց գրանցած երկրների շարքում է։ Միավորներով մեր երկրից ավելի շատ առաջընթաց գրանցել են միայն Սաուդյան Արաբիան եւ Կամբոջան, տասնյակում են Վրաստանը, Վիետնամը, Ուզբեկստանը։ Թույլ տվեք սկսել Հայաստանին շնորհավորելով, որը 2011 թվականից ի վեր աշխարհի ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է 24 հորիզոնականով, ինչը շատ տպավորիչ նվաճում է։ Աշխարհում 52-րդ տեղը զբաղեցնելը նշանակում է, որ սոցիալական առաջընթացի մակարդակը մոտավորապես նույնն է, ինչ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կատարում, երկու շատ հարուստ երկրներում։ Ձեր սոցիալական առաջընթացը ավելի բարձր է, քան Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշները, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը լավ է գործում։ Հարևան երկրներից Վրաստանը ցանկում 51-րդ տեղում է, Թուրքիան 83-րդ, Ադրբեջանը 98-րդ, Իրանը 103-րդ։ 2019 թվականին Հայաստանը սոցիալական առաջընթացի առումով գերազանցեց Ռուսաստանին եւ այժմ 5 միավորով առաջ է։ Սակայն 2021 թվականից, ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ եւս դանդաղում է նկատվել։ Հայաստանի համար ներկայում մարտահրավերն այն է, թե ինչպես առաջ շարժվել եւ արագացնել առաջընթացը։ Մի բան էլ, 2011 թվականին Հայաստանը ավելի քան 20 միավորով հետ էր Միացյալ Նահանգներից, իսկ այժմ 9 միավորով է հետ։ Եթե Հայաստանը կարողանա պահպանել իր առաջընթացը հաջորդ տասնամյակում, կարող է գերազանցել Միացյալ Նահանգներին սոցիալական առաջընթացի առումով։ Մեր երկիրն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան։ Սա ուղիղ ապացույցն է նրա, այո, որ երկիրը սոցիալ զարգացման ուղղությամբ ճիշտ ուղով է ընթանում։ Այստեղ մենք պետք է խոսենք նաև երկրի ոչ միայն սոցիալական իրավիճակի մասին, բայց նաև այդ իրավիճակի բարելավումը կապենք երկրի տնտեսական, ֆինանսական կարողությունների եւ հնարավորությունների հետ։ Քաղաքացին գոնե դա տեսնում է, որ իր վճարած հարկերը բաշխվում են համայնքներին որպես կապիտալ շինարարություն, տրվում են առողջապահական հաստատություններին, քաղաքացիներին բժշկական օգնություն տրամադրելու համար։ Այստեղ նաև ուզում եմ նշել, որ 26 թվականի հունվարի 1-ից կներդրվի բժշկական առողջապահության համընդհանուր ապահովագրությունը եւ սրա հետ ես կարծում եմ, որ մեծապես պայմանավորված կփոխվի նաեւ 26 թվականի համար մեր սոցիալական առաջընթացի ցուցիչը։ Հայաստանը մի շարք ճգնաժամեր է տեսել վերջին տարիներին, բայց կարողացել է բարձր դիրքերում մնալ այս ինդեքսում, նկատում է Հերիկնաս Տիգրանյանը։ Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում ցանկացած միջազգային կառույցի մեծ տրված գնահատականի զեկույցի տեսքով, բանաձևերի տեսքով եւ փորձում ենք բարելավել ոլորտում մեր դիրքերը։ Մեր տարածաշրջանների երկրներից ենք նաեւ առաջ, այդ խորհրդային որոշ երկրներից շատ ավելի առաջ, որովհետեւ պետությունը հռչակելով իրեն սոցիալական, պետական քաղաքականությունը ուղիղ ուղղված է կարիքի մեջ գտնվող անձին սոցիալական ապահովությունը պաշտպանելուն կամ սահմանադրությունով ամրագրված նրա արժանապատիվ գոյությունը ապահովելուն։
Ինդեքսի ուղերձն այն է, որ տնտեսական աճը կարևոր է, բայց միայն դրա վրա կենտրոնանալը կարող է չբերել մարդկանց իրական ցանկության ապահովմանը, շեշտում է Մայքլ Գրինը։ ԱՄՆ լավ օրինակ է, այնտեղ տնտեսական աճը բարձր է, բայց սոցիալական առաջընթացը նվազում է, այսինքն կարող է լինել դատարկ տնտեսական աճ։ Մեր ուղերձն է կառավարություններին եւ բիզնեսի ղեկավարներին միայն տնտեսական ցուցանիշների վրա մի կենտրոնացեք, դիտեք սոցիալական առաջընթացի ցուցանիշները։ Օրինակ Հայաստանի կրթական ցուցանիշները ընդհանուր առմամբ շատ լավն են, սակայն տարական դպրոցում աշակերտների ընդգրկվածությունը կարծես խնդիր է։ Երկրորդ մեծ խնդիրը օդի աղտոտվածությունն է։ Սրանք այն հիմնական ոլորտներն են, որտեղ կարծում եմ Հայաստանը ունի հնարավորություն բարելավելու իր դիրքերը առաջիկա տարիներին։ Գլոբալ սոցիալական առաջընթացի ինդեքսի վերջին 170-րդ տեղում Հարավային Սուդանն է 26.5 միավորով։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։